Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, շատ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանը։ Իհարկե, մենք պարբերաբար խոսում ենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին, ինչը եւ շատ օբյեկտիվ է իհարկե, բայց նաեւ կուզեմ մեր զրույցը սկսենք մեր ներքին քաղաքական հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։ Ես հիմա իհարկե ամենակննարկվող հարցերից մեկը, օրինակ նույն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններն էին, հա, մասնավորապես Իրանի հետ ինչ որ հարաբերությունների խորացման մասով, միութենական պետության մեջ լինելու անհրաժեշտության մասով, որ նաև TRIP-ը ընդհանրապես ինչ որ թղթի կտոր ու նման բաներ է, սրանք գրեթե մեկին մեկ կրկնում են այն ամեն ինչ, որ ասում է օրինակ Ռոբերտ Քոչարյանը, այն ամեն ինչը, որ շատ գեղեցիկ փաթեթավորված, քողարկված, օրինակ ասում են ուժեղ Հայաստանից, այսինքն Սամվել Կարապետյանի ներկայացրած ուժը ու նման բաներ, հա։ Այս համատեքստում մենք անդադ խոսում ենք Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության մասին, բայց որքանով կարող ենք ունենալով եւ խորհրդանիում եւ արտախորհրդանական ընդդիմություն, որոնք կարծում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը կոպեկի արժեք չունի, մենք լինել այդպես ինքնիշխան, այսպես ասենք, երկիր, որը ծանր ժամանակներ է ապրել ու կարևորագույն որոշումներ կայացրել, հիմա էլ այդ որոշումների կյանքի կոչման ճանապարհին է, հա։ Այստեղ մի տեսակ խնդրեմ ունենք, եթե համարում ենք, որ նույն խորհրդանական ընդդիմությունը, ում հետ փոխկապակցված է նաև Վիտալի Բալասանյանը, եւս իշխանության մաս է, այսինքն Հայաստանի իշխանության մի մաս կարծում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը ոտատակ տալու բան է։ Այստեղ մենք գալիս ենք եւ բախվում ենք մի ամենակարևոր խնդրի։ Ասեմ, թե ինչի մասին է խոսքը։ Ես հավատում եմ իշխանության անկեղծությանը, մեր երկրի անկախությունը անվերապահորեն պաշտպանելու իրենց ձգտման, իրենց այդպիսի քաղաքական կուրսը որդեգրելու անկեղծությանն եմ հավատում։ Բայց ես կասկած ունեմ, որ կա ընկալումն պարզ ճշմարտության, որ պետությունը մի օրգանիզմ է, որը կանգնած է երկու ոտքի վրա։ Պետությունը։ Մի ոտքը դա իշխանությունն է, մյուս ոտքը ընդդիմությունը։ Եվ ինքնիշխանությունը դա այն դեպքում է, երբ ինքնիշխան է իշխանությունը եւ ինքնիշխան է ընդդիմությունը։ Չի կարող թշնամի երկրի շահերն առաջ տանող շահերի խումբը, հա, լինել ընդդիմություն։ Այդպիսի խումբը լինում է որպես հետախուզական ներթափանցման օպերացիայի մի ինչ-որ մաս, որը պետք է ուղղակի դիմագրավվի եւ կասեցվի պետական համապատասխան ինստիտուտների կողմից եւ չի կարող լինել նույնիսկ քաղաքական բանավեճի կողմ։ Եվ մենք տեսնում ենք, այո, դա էլ բերում է նրա, որ քաղաքական դաշտը հիշեցնում է մի անշուն մի գեր, որտեղ ամեն դուրս պրծուկ առանց փետից ման է գալիս։ Սա հետևանք այն ամենի, ինչ ասացի։ Եվ պետք է բռնել գլխից։ Դրա անունը հիմա կոչվում է մոլդովական տարբերակ, բայց չէ որ դա ուղղակի ցանկացած ինքնիշխան պետության ֆունկցիան է, ապահովել սուվերենությունը, հա, քաղաքական դաշտի սուբյեկտների մեջ նաև։ Ինչը պետությունը չի անում, դե որովհետև ունի սխալ ընկալումներ, թե ինչ է ժողովրդավարություն։ Ժողովրդավարությունը երկրի քաղաքացիների համար է, քաղաքական սուբյեկտների համար է, բայց սուբյեկտ չի կարող լինել թշնամի պետության պրոքսի։ Ոչ մի երկիր իրեն նման բան չի կարող թույլ տալ։ Եվ Հայաստանը մանավանդ չի կարող։
Բայց տեսեք, էլի մյուս կողմից էլ իշխանությունը, որը պարբերաբար այդ ընդդիմադիր գործիչներին ասում է, որ չգիտեմ, այս ժողովրդին փորձում են վախեցնել, նյարդերը քայքայել, էս անել, այն ալեն, իշխանությունն էլ շատ առանցքային քայլերի մեջ հենց այդ մարտավարությամբ է շարժվում։ Օրինակ նույն, չգիտեմ, ըստ վարչապետի ավագ լեյտենանտին զեկուցող շատ բարձրաստիճան հոգևորականները ուրիշ երկրի ավագ լեյտենանտ շարունակում են մնալ բարձրաստիճան հոգևորականներ եւ առավոտից երեկո բոլորիս բարոյախրատական դասեր են տալիս, հա, բա այս մեր նյարդերը չի քայքայում, մեր վրա չի ազդում, բա այս կիսաքայլերը ինչի մասին են, բա Վիտալի Բալասանյաններն էլ այդպիսի հայտարարություններ կանեն։ Բնական է։ Դե գիտեք ինչ, դե որովհետև այդ տարրերի հետ, ովքեր հոգևորականի կարգավիճակը վերածել են իրենց օպերատիվ գործունեության ծխածածկույթի, պետք էր ոչ թե աստվածաբանական կամ դավանաբանական դիսկուսիաների մեջ մտնել, ասենք, կուսակրոնությանը վերաբերող հարցերում, այլ նրանց պետք էր վարվել այնպես, ինչպես վարվում են թշնամի երկրի դիվերսիոն խմբերի հետ։ Ընդհանրապես հիմա կասեք օրենքը, օրենքն էլ մեծամասնություն եք։ Նայեք օրենքը, համապատասխան իրավաբաններով մի փորձաքննություն կազմակերպեք, ոչ թե հաստագլուխ կոնսերվատիվ իրավաբանները, որոնք Աղվան Հովսեփյանի նեխած բնից են, այլ նորմալ իրավաբանների, ում համար պետական շահը դատարկ զանգոց չի։ Եվ այնտեղ, որտեղ օրենքն ունի բացեր այս խնդիրը լուծելու համար, լուծեք։ Ինչի մասին է խոսքը, կամ ինչի մասին կարող է լինել խոսքը։ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ սկսվեց բուրըն այդպես քննարկվել, հա, գիտեք, ես ինչ էի մտածում, Վիտալի Բալասանյանը, երբ որ Արցախում էր եւ պաշտոն էր զբաղեցնում, մերժում էր տարբեր դիտարկումներ Հայաստանի հետ վերամիավորման կամ ինչ-որ նման բաների, ասում էր Արցախը անկախ պետություն է, այն պետք է հասնի լիակատար անկախության ճանաչման, բայց ասում է Հայաստանի Հանրապետությունը չպիտի լինի անկախ։ Ռոբերտ Քոչարյանը ասում էր Հայաստանի ինքնիշխանությունը քննելի հարց է։ Արցախի մասին ասում էր Արցախը անկախ պետություն է, դա ճանաչված փաստ է։ Սերժ Սարգսյանը Արցախի անկախություն, բայց Հայաստանին ինքնիշխանության զրկմամբ մցնում էր Ռուսաստանի պրոյեկտած ԵԱՏՄ-ներ ու չգիտեմ եսի ինչեր, հա։ Այսինքն, այո, հենց դա է այն ինչ որ արդեն ձեր հարցադրման մեջ կար արդեն այդ հարցի պատասխանը։ Պարոն Ոսկանյան։ Եվ ընդհանրապես հենց այդ այսպես կոչված հանճարեղ մտքերն էլ հանգեցրեցին Արցախի այն ճակատագրին, որին հանգեցրեցին։ Եվ հիմա եկել են, ասենք, խփած օդաչուները խոսում են թռչելուց։ Հա, իրենց բժշկի տեղ դրած հեքիմները իրենց դրել են, խոսում են առողջությունից։ Փինաչիները վարպետությունից եւ այլն։ Սա էլ արդեն հարցի բարոյական կողմ, բայց մյուս կողմից որևէ պետություն չի հանդուրժելու հրապարակային հայտարարություններ ուղղված այդ պետությունը լիկվիդացնելուն իօգուտ, հա, ասենք ինչ, այդ մարդու հետևից գնալու են։ Մեր մոտ չեն գնում, որովհետև ժողովրդավարությունը դրա մասին չի կարող լինել ժողովրդավարությունը նրանց նկատմամբ, ովքեր հանրային վտանգ են ներկայացնում, ովքեր վտանգում են բոլոր քաղաքացիներին, հարկատուներին այդ պետության։ Իսկ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին նման ոտնձգություններից։ Պաշտպանում է ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է սկսել բարբերաբար հայտարարություններ անել, կոչ անելով միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, չգիտեմ, նա կարող է սա, նա կարող է նա, հետո ասում է Եվրամիությունը ամեն ինչ անելու է կանխելու, որպեսզի նա Հայաստանում իշխանություն ձևավորի ու չգիտեմ ինչ էլ։ Նախ ինձ համար մի քիչ տարօրինակ առնվազն այն իմաստով, որ ՀԱԿ-ը վարչապետի թեկնածու ունի դեմս Լևոն Զուրաբյանի, կարծում եմ, չգիտեմ, գոնե այստեղ պարզ
արժանապատվության եւ ինքնահարգանքի հարց էլ կա, չգիտեմ, առնվազն տարօրինակ է էլի այս կատարվողը, բայց մյուս կողմից Տեր-Պետրոսյանը ինչու է շահագրգիռ, որ Ռուսաստանից եկած գործարարը Հայաստանում իշխանություն վերցնի, այն նպատակադրմամբ, որ Ռուսաստանին վերադարձնի տարածաշրջան, նաև Հայաստան, այսպես ասած, հա, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու էլի իրենց պրոքսիները պարզ է, բայց Տեր-Պետրոսյանը այնուամենայնիվ հանրային մակարդակում որոշակի, այսպես ասենք, բալանս էր պահում, համենայն դեպս այդպիսի կերպար էր ձևավորվել եւ շատերի մոտ հիմա անակնկալ է, որ Տեր-Պետրոսյանը այդպիսի հայտարարություններ կարող է անել։ Քաղաքական առաջարկությունը կարելի է դասել նույն շարքում, ինչ Ռուսաստանի հետ այն 97 թվի պայմանագրի կնքումներ եւ ռուսական ռազմաբազային այստեղ կարգավիճակ տալը, որը ընդ որում մինչև հիմա մի տարածք է, որի վրա Հայաստանի սուվերենությունը չի տարածվում։ Երբ վարչապետ Փաշինյանն ասում է, իսկ Հայաստանում կա մի տեղ, որտեղ Հայաստանի սուվերենությունը չի տարածվում, այո, կա, դա 102-րդ ռազմաբազա։ Ցավալիորեն։ Դա մեկ, երկրորդը, դա այն նույն առաջարկների շարքից էր, երբ այս ձեռքով գրում էր պատերազմ թե խաղաղություն, ձախ ձեռքով հանում էր Վանո Սիրադեղյանին եւ միացնում էր ԱԱԾ-ն ու ներքին գործերի նախարարությունը եւ նվիրաբերում Սերժ Սարգսյանին։ Հետո էլ ասում հայտնի ուժերը։ Իսկ հոկտեմբերի 27-ին էլ այդ նույն առաջարկություններից էր, երբ նա ասում էր միավորվեք այս օրհասական պահին Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Նույն առաջարկության շարքին էր պատկանում այն տարօրինակ պահվածքը մարտի 1-ին։ Իսկ հետո այդ համազգային շարժան կանալիզացնելը օլիգարխ Գագիկ Ծառուկյանի տակ, թե իբր նոր Իվանիշվիլի։ Դե հիմա էլ ասում է, հիմա էլ Սամվել Կարապետյան։ Նոր արարն է այս օպերետի, որի անունն է Սամվել Կարապետյան։ Եվ ինչն է ուշագրավ, այս ամենը ի վնաս Հայաստանի։ Եվ այս ամենը ամբողջ այս շարքը հօգուտ Ռուսաստանի։ Այսինքն օրինաչափությունից որևէ մի միլիմետր շեղում չկա։ Զարմացողները զարմանում են նրանից, որովհետև այս շղթան իրադարձությունների այսպես չեն վերծանել, հա, իրենց համար եւ առերևույթ թվում է զարմանալի։ Բայց զարմանալու բան չկա։ Նույնն էլ այն, ինչ վերաբերվում էր այսպես կոչված վեհափառին։ Դե ինչ ասեմ։ Այս ծաղրու ծանակը, որի վկաներն ենք մենք, թե ինչ է անում այդ եկեղեցական վերնախավը հայ առաքելական եկեղեցու գլխի, այսպես կոչված վեհափառի գլխավորությամբ, իր պրավասլավնի եզրած չեկիստ եղբոր հետ միասին, ինչի մասին է խոսքը, եւ դրանց պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամվել Կարապետյանն ինչ է եղել, որ չպաշտպանի։ Շատ նորմալ այդ նույն կուրսի մեջ, նույն հունի մեջ ընթացող առաջարկ է։ Միանգամայն օրինաչափական, տրամաբանական, պատճառահետևանքային կապերով կապված։ Ահա եւ ամբողջական պատկերը այս ամենի։ Եվ ուղղակի ամոթ է։ Եվ մի բան էլ, պարոն Լուսկը։ Ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է։ Իր կողմնակիցներն էլ կոչում են հիմնադիր նախագահ։ Եվ ուզում եմ գալ այդ հիմնադրման խորհրդին, էլի, հա։ Երբ դուք պատ եք շարում ու առաջին շարքը շարված է ծուռ, ամբողջ պատը դառնում է ծուռ, հետո փլուզվում է ոչ թե շարողի գլխին,
այլ այդ պատի հետևում այդ պատերի մեջ ապրողների գլխին։ Ինչին էլ մենք այսօր ականատես ենք լինում եւ մեր սերունդը այսօր պարտադրված է նորովի պետություն կառուցել, որովհետեւ այնինչ կառուցվել է, եղել է այն երեք խոզուկներ հեքիաթի միջի, այն նիֆ-նիֆի տնակը, հա, որ մի հատ փչել են քանդվել։ Ինչի համար, որովհետեւ եղել է սարքած սխալ նյութից, սխալ ձևով, սխալ տրամաբանության մեջ, ամեն ինչն է սխալ եղել, սխալ կառուցվածը քանդվում եւ հիմա պետք է նորովի կառուցել։ Եվ հետո Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի, Սարգսյանի ռեժիմները անվանում էր ավազակապետություն եւ հիմա այդ ավազակապետերի հետ Իր կադրերն են, որի համար ներողություն խնդրեց, բայց այդպես էլ չիմաստավորեց, թե ինչ ասել է ներողություն։ Հիմա էլ հետները նստած միավորման կոչ է անում։ Հանուն նրա, որ Հայաստանը մնա Ռուսաստանի գրպանում։ Այո։ Եվ հոկտեմբերի 27-ի տարբերություն օրհասական չի համարում եւ գործող իշխանության, այն էլ լեգիտիմ իշխանության, ոչ թե կասկածելի ընտրված այդ իշխանության շուրջը համախմբվելու կամ գոնե այդ օրակարգերի շուրջ համախմբվելու կոչ չի անում, այլ անում է հակառակ կոչը ընդդեմ այդ իշխանության, ընդդեմ պետության ըստ էության։ Շատ լավ հասկանալով, որ իր ժամանակվա Ռուսաստանը չի հիմա, այլ մուտացիայի ենթարկված, ֆաշիզացված Ռուսաստանի մասին է խոսքը, որը Հայաստանը համարում է ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ հունիսի 7-ի ընտրությունները որպես հնարավորություն այդ կորուստը հետ բերելու համար։ Այդքանից հետո 10 լեզու իմացող մարդը երևի կհասկանա ինքը ինչին է ծառայում եւ ինչի համար։ Ես չէ որ պետք է բացատրեմ կամ ինչ-որ դրան գնահատակ տամ, էլի։ Ռոբերտ Քոչարյանը անցել է ոդքասթի ժանրի, իհարկե նույն երգն է երգում, էլի տենց ինչ-որ թրիփ-մրիփ ծանր է տանում, ակնարկներ անում ընդհուպ մինչև որ դրանց կարելի է հարվածել, այսինքն այդ ենթակառուցվածքը չկա, էլի ինչին պետք է հարվածել, չգիտեմ, բայց այնուամենայնիվ թողնենք մի կողմ, որ Քոչարյանը գովքներ անում, որ ինչպես կարող էր ինքը չվերադառնալ Հայաստան թեկուզ կալանավորման ռիսկի տակ, որովհետև ինքն է Հայաստանը միշտ ճգնաժամային տարիներին ժամանակներում կառավարել եւ ու նման բաներ, ինչ որ հերոս էր կերտել իրենից, եւ իր երկու падգամավորներն էլ այսպես շատ խելացի դեմք ընդունած լսում էին նրան, կարծում եմ երկուսն էլ ներքուստ քմծիծաղով էին լսում իհարկե Քոչարյանին, որովհետև նրանք էլ էս հանրության մի մասն են եղել եւ կան այնուամենայնիվ, բայց եթե դառնանք արդեն տարածաշրջանի կամ ավելի մեծ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, հա, այս Քոչարյանախառը մասսայի կանխատեսումները որքանով կարող են հավանական լինել, որ այսինքն Իրանը շատ ընդգծված վատ վերաբերմունք ունենա հայ-ամերիկյան օրակարգի նկատմամբ եւ ընդհուպ մինչեւ փորձի ինչ-որ քայլեր անել, որոնք մեղմ ասած կխոչընդոտեն դրանց կյանքի կոչմանը։ Ռոբերտ Քոչարյանը անուղղակի կոչ է անում Իրանին հարվածել Հայաստանի տարածքին։ Իրանի ղեկավարներն էլ երբ հայտարարում են, որ հարևան պետություններում հարվածում են միայն ամերիկյան ռազմաբազաներին եւ ամերիկյան շահերին, ուշադիր, այդ որակի այդ բնույթի միանգամայն ապօրինի, հա, հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանը պրոյեկցում է Հայաստանի վրա։ Եվ սա կարծում եմ պետք է քրեա իրավական գնահատականի արժանանա Հայաստանի իրավապահ մարմինների համար։ Քրեա իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից ես չգիտեմ իհարկե որքանով է դա իրատեսական, որովհետև այդ նույն իրավապահ համակարգի թեթև ձեռքով նաև Քոչարյանը արդարացվեց
Մարտի 1-ի գործով, հետո գնացին մի ուրիշ բաներ գտան նորից, վերաբացեցին այդ գործը, մի խոսքով, այս շատ ավելի ծանր թեմա է։ Պարոն Մեհրաբյան, օրինակ, ինչու Հայաստանը չպիտի ընդունի Ռուսաստանի առաջարկը Եվրամիության օրինակով հիբրիդային գրոհներին հակազդելու խումբ ուղարկել, հա, օրինակ Ռուսաստանը զարմանում է, ինչու չընդունի։ Դե գիտեք ինչ, խոսքը այն հիբրիդային գրոհների մասին է, որը միայն Ռուսաստանն է, որ կազմակերպում է ընդդեմ Հայաստանի։ Ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական ռեժիմում ներկառուցված ռուսական շահեր սպասարկող որոշ խմբեր։ Հատկապես խոսքը վերաբերվում է ռուսալեզու մամուլին եւ նրա հետևում կանգնած շրջանակին։ Ադրբեջանական, որոնք դեռ իներցիայով գործում են եւ կգործեն, քանի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքված չէ։ Հիմա Ռուսաստանն ինչ է ասում, ինքը դժգոհում է, որ մենք պայքարում ենք իր հիբրիդային գրոհների դեմ եւ փորձում է ինքն իրեն, այսինքն հրդեհողը ուզում է իրեն դնել հրշեջի տեղ։ Ռուսաստանի առաջարկը հենց դրա մասին է։ Հետևաբար սրանք պետք է ուղղակի ծիծաղով արձագանքել, բնականաբար, եւ շարունակել պայքարը Ռուսաստանի հիբրիդային հարձակումների դեմ, որում ես առիթ ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում այս մասին խոսել, որ Ռուսաստանի լեզվի երկարությունը ուղիղ համեմատական է իր ներկայությանը Հայաստանի ներսում։ Որքան շատ ներկայություն, այնքան լեզուները երկար, այնքան ավելի լկտի, այնքան ավելի լպիրշ, եւ հակառակը, որքան քիչ, այնքան լեզուները կարճ, որովհետեւ հասկանում են, որ լեզու երկարացնելն ուղղակի անհեռանկարային է եւ անիմաստ։ Հայաստանը պետք է գնա այս ուղղությամբ։ Նույնիսկ ես ցուցակով ներկայացրել եմ, թե ել ինչ պետք է արվի։ Փակեք ալիքները, փակեք Սպուտնիկը, փակեք Россотрудничествон, ռուսկի դոմերը, դոմ Մոսկվիները եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի բերեք Բաղրամյան փողոցում դրանց կենտրոնական օֆիսը դրեք։ Վերանվանեք կինո Մոսկվաները, Չայկովսկի, Չեխով, Պուշկին։ Չի կարող Երևանի կենտրոնական ուսումնական հաստատությունները հայ ժողովուրդն այնքան անշնորհք է, որ իր երևելիներին չունի, որ իրենց անուններով։ Եմ խոսում սահմանապահ զորքերի 102-րդ բազայի, որ ասում են, դե մեր ճանապարհը չի փակ, բա ոչ չի փակում։ Ինչ պետք է անի։ Պետք է տանկերը հանի փողոց, որ ասենք մեր ճանապարհը, մեր տեսադաշտը փակում։ Այդ որ խոսում են Գյումրիի սցենարից, մոռացել եք Գյումրիում ով էր վերընկած այդ ավականունիստին, ով էր օրհնում, ում էր օրհնում։ Այդ ամենը մի թայֆա է, որի ուրեմն թելերը տանում են ուր։ Ռուսական ռազմաբազա։ Ռուսական ռազմաբազան ունի նաև իրականացնում է իր նաև գործունեության հետախուզական ապահովումը անխուսափելիորեն, որի ֆունկցիաներից մեկն բազայի գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորում։ Եվ նրանք ձևավորում են, նրանք կատարում են իրենց ֆունկցիաները։ Իսկ ես վստահ չեմ, մեր հակահետախուզությունն ունի նման հանձնարարական կասեցնել այդ գործունեությունը։ Երբ ուղղված է Հայաստանի Հանրապետության սուվերենության դեմ։ Ես չգիտեմ, բնականաբար չեմ կարող։
Բայց նման հանձնարարական պետք է իջեցնել։ Հավաքագրման գործունեությունը Ռուսաստանի կողմից պետք է կասեցվի։ Այնպես ինչպես մենք գիտենք, չէ՞, բազմաթիվ քրեական գործեր են եղել անձանց, ովքեր հավաքագրվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Այն հաղորդագրություններում կարդում եք, չէ՞, Պողոսը, Պետրոսը, չգիտեմ։ Բայց Ռուսաստանի կողմից հավաքագրվածների տված վնասը հարյուրապատիկներով ավել է, քան սրանցը, որ էլի վնաս են տվել, այո։ Դրա մասին մենք պետք է մտածենք։ Հնարավոր չի մի ձեռով պայքարել, մյուս ձեռքով բարեկամություն անել։ Կամ ասել, չէ, մենք եւ արդարանալ, որ մենք ձեր դեմ ոչինչ չենք անում։ Կներեք։ Դուք ինչ անում եք մեր դեմ։ Ինչի համար, որովհետև այն ամենը, ինչ մենք անում ենք մեր ինքնիշխանության համար, դուք ընկալում եք դա որպես ձեր դեմ։ Մենք ձեր գլխի պարունակությունը չենք կարող փոխել։ Այնպես չի, որ Հայաստանին ու հայ ժողովրդին առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Չէ, ողջ հետխորհրդային տարածքին նրանք նայում են հենց այդպես։ Ուկրաինայում պատերազմը հենց դրա մասին է։ Այնտեղ ընդհանրապես ասում են դուք ազգ չեք։ Մենք մի ազգ ենք, տենց ազգ գոյություն չունի։ Եվ ով մեզ հետ համաձայն չի, ֆաշիստ է։ Դա են ասում։ Այնպես չի, որ Հայաստանը բացառություն է այդտեղ։ Ուղղակի կա պայքարի էֆեկտիվ ձև եւ կա ոչ էֆեկտիվ բազմաթիվ ձևեր։ Էֆեկտիվ ձևը մեկն է։ Նրանք Պուտինն ասում է, որտեղ ռուս զինվորն է կանգնած, դա Ռուսաստան է։ Հայաստանում կանգնած է ռուս զինվոր եւ հարց եմ տալիս, կա այդ պատասխանը, չկա այդ պատասխանը։ Եթե դուք մտածում եք, որ դուք ասեք, որ մենք ձեր դեմ չենք ու դա կարող է ռուսների տպավորի, կարծում եմ մենք կամ իրար ենք խաբում, կամ ինքներս մեզ ենք խաբում, որն ավելի վատ է։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Համեցեք։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։